Ողջույն, այսօր պարզելու ենք, թե որքան գումար է նախատեսել Երևանի քաղաքապետարանը 2014-ին տոնական միջոցառումների համար։ 2014 թվականի հունվարի 23-ին Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել City Time ընկերության հետ 2014 թվականին քաղաքում տոնական միջոցառումների կազմակերպման համար։ 100,000 դրամ նախատեսվել է ոստիկանի օրվա կապակցությամբ 50 բարձրաստիճան ոստիկանի բացիկներ և 5 կին ոստիկանների ծաղկեփունջ հանձնելու համար, իսկ բուժ աշխատողների օրվա կապակցությամբ 50,000 դրամ։ Կենտրոն վարչական շրջանի բուժ հաստատությունների ղեկավարներին 5 ծաղկեփունջ և 25 բացիկ նվիրելու համար։ Սահմանադրության և պետխորհրդանիշների օրվա կապակցությամբ նախատեսվել է 600,000 դրամ, փուչիկներով Քայլերթի և Համերգի համար։ Անկախության օրվա կապակցությամբ Քայլերթի համար նախատեսվել է 1 միլիոն դրամ։ Ուսանողական միջազգային օրվա կապակցությամբ նախատեսված է շնորհավորել բուհերի ու ուսխորհուրդներին, նրանց նվիրելով բացիկներ և տորտ 250,000 դրամով։ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ քաղաքապետարանը նախատեսել էր ֆուրշետ, կենտրոն վարչական շրջանի դպրոցների, մանկապարտեզների, գրադարանի տնօրենների և մշակութային ու բուժհաստատությունների կին ղեկավարների համար, ինչպես նաև նվիրել 100 ծաղկեփունջ և 80 բացիկ։ Միջոցառման նախահաշվային գինը կազմել է 2,100,000 դրամ։ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ նախատեսվել էր տոնական միջոցառում Մոսկվայի տանը, արձաններ մարմնավորող 5 դերասանի մասնակցությամբ, համեր, գինի և քաղցրավենիք 50-ից 70 հոգու համար 1 միլիոն դրամով։ Երևանի օրվա կապակցությամբ նախատեսվում են համերգ 70-80-ականների էստրադային աստղերի մասնակցությամբ և նվերներ կենտրոնի 20 հնաբնակ և պատվարժան բնակիչներին 3 միլիոն դրամով, իսկ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ 200 բացիկ, բացօթյա համերգ և 200 հոգու համար նախատեսված ռեստորանային հյուրասիրություն 5 միլիոն դրամով։ Ընդհանուր առմամբ պայմանագրով նախատեսվել են միջոցառումներ 35 տոնի կապակցությամբ։ Պայմանագրի գինը կազմել է 25 միլիոն դրամ։ Հաջորդ շաբաթ կրկին պարզելու ենք, թե ինչպես են ծախսվում քո գրպանի փողերը։